Պարակում է եղել, որ նման հանդիպում տեղի ունեցել, դա չի երկվել, չի հաստատվել, այդքանը։ Այսպես անորոշ ինչու եք պարում, ասեք կամ հանդիպել են, կամ չեն հանդիպել։ Բայց ես ասում եմ այն ինչ գիտեմ, չէ՞։ Իմ չիմացածի մասին ես երբեք չեմ ասում։ Իսկ չեք լսում ախր, իմ չիմացածի մասին ես երբեք չեմ ասում։ Իսկ իմ իմացածի մասին երբեմն չեմ ասում։ Պարոն Վարդանյան, հայտարարությունը ձեր, Հայաստան դաշինքը ունի հայտարարություն։ Մարդիկ նամակով դիմել են ինձ եւ վերնագիրն էսպես է, իմ պատասխանը Աղվան Վարդանյանի իմպիչմենտի մասին։ Հանգիստ տարանջատումը այդուհանդերձ թուլացնում է ընդդիմադիրներին եւ ավելի դժվար կրկին հաջողության հասնել եւ ստացվում է այնպես, որ փաստորեն դուք գնում եք հերթական ընտրությունների արտահերթը բացառում եք։ Նորից եմ կրկնում Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի ասածը հստակ։ Բոլոր լուրջ գործընթացներում արտահերթ, հերթական, փողոցային շարժում Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքը ունենալ է ծանրակշիռ ներկայություն։ Բայց եկեք արձանագրենք։ Եթե բազմաթիվ փորձերը, բազմաթիվ քննարկումները լիարժեք համախմբվելու հնարավորություն չեն տվել, չի երևում այդ հնարավորությունը այսօր, ուրեմն մնում է մի հատ ճիշտ ճանապարհը։ Ամեն մեկը իրենից իսկապես ազդեցիկ ծանրակշիռ ուժ ներկայացնողները աշխատեն այսօր իրենց վարկանիշը բարձրացնելու համար, որպեսզի հետագայում յուրաքանչյուրը, ես տեսեք, մի բան էլ ձեզ ասեմ իմ անձնական կարծիքը, ես խորապես համոզված եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու եւ հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ, այնպես որ յուրաքանչյուրը աշխատելու տեղ ունի։ Պարոն Վարդանյան, մի հարց էլ ես տամ, տեսեք, դուք ասում եք, որ այս պահին իմպիչմենտի գործընթացը լուրջ չի համարում երկրորդ նախագահն եւ նույն ժամանակ ասում եք, որ մենք ծանրակշիռ ներկայացում պատրաստ ենք ապահովել ցանկացած գործընթացին։ Դուք համարում եք, որ հերթական Հայաստանում որևէ ընտրությամբ իշխանություն փոխվել է, եթե այդ դեպքում ինչու ինքներդ չեք նախաձեռնում, ասենք փողոցային պայքար։ Տեսեք, ժողովուրդ ջան, այս ընթացքում առնվազն 3 խոշոր փողոցային շարժում է եղել։ Եթե հիշում եք, առաջինը հայրենիքի փրկության շարժումն էր։ Հայրենիության փրկության շարժումը համակարգում էր մեր խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Վազգեն Մանուկյանը թեկնածուներ, առաջնորդներ, շարժումը համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, շարժման համակարգմանը մասնակցում էին երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, 6 հոգի հիշում եք։ Հայաստան դաշինքի դերակատարությունն այդտեղ երկրորդ խոշոր շարժումը, դիմադրության շարժումը դարձյալ համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, Հայաստան դաշինքը եւ երրորդ սրբազան շարժումը արդեն իհարկե սրբազաններ առաջնորդել, սրբազաններ սկսել, բայց էլի Հայաստան դաշինքը այդտեղ ուներ առանցքային դերակատարություն։ Ի վերջո հիշեք նաեւ այսպիսի արտահայտություն կար, չէ՞։ Մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հիմա նայեք այսօրվա այս տղայի վարկանիշը եւ կարծես թե մաշեցնելը հաջողվել է բավականին։ Մենք միայնակ չենք արել դա։ Հանրապետական կուսակցությունը բոլոր այդ շարժումների ժամանակ աջակցել է, մասնակցել է, այնպես որ կարծում եմ, որ դրա պատասխանը կա։ Հայաստան դաշինքի մասին ենք խոսում եւ ապագայի մասին էլ ասվել է բոլոր հնարավոր պարագաներում, այդ թվում փողոցային շարժման։ Պարոն Վարդանյան, չեք համարում, որ ինքներդ մաշվեցիք։ Հայաստան դաշինքը տեխնացու չունի։ Խնդիրը ինչու՞ն է, որ տեխնացուի շուշնախ համաձայնության չեք գալիս։ Ես իմ խոսքի մեջ ասացի, չէ՞։ Եթե չի առաջանում տեխնացու նշանակում է, որ վստահ չի իր առաջնորդի հաղթանակի վերաբերյալ, այլ թվում որ քպականներ ոչ միայն իրենց չեն ընտրի, այլև հանրային վստահություն չունի եւ ներողություն եմ խնդրում, բայց դուք սխալ հետևություններ եք անում։ Հիմա եկեք այսպես պատկերացնենք, մենք ինչ ենք ասել ենք թող լինի այդ 36-ը, 36 ստորագրությունը, ում անուն ուզում եք բերեք, մենք միանում ենք։ Հիմա ձեր կարծիքով
ում անունը որ բերեն այդ համախմբում այդ շարժում այդ փողոցային բանը լինելու է, նորից եմ ասում, մեր հայտարարության ես ավելացնելու բան չունեմ։ Իսկ ինչու չի լինի այդ համախմբումը։ Որ այս ժողովուրդը չի ուզում ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին, ոչ նրանց հետ փոխկապակցված որևէ մեկին։ Այս 7 տարի Տեսեք, ես մի սարսափելի բան եմ նկատում, էլի։ Հիմա ով է այսօր խոսում ժողովրդի անունից եւ միշտ է խոսել ժողովրդի անունից։ Նիկոլ Փաշինյանը, այսօր ժողովրդյանից խոսում են Էդգարն ու Նարեկ Մալյանը, հիմա էլ դուք եք խոսում ժողովրդյանից։ Ես ուղղակի տանել չեմ կարողանում այն մարդկանց, ովքեր խոսում են ամբողջ ժողովրդի անունից։ Դա իլյուզիա է, ֆիկցիա է, ձեր փոքր որ կիսադարակ հրապարակները ոչ ընդդիմության հրավիրած հավաքներին եղել է ավելի շատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Այո։ Փոխվեց այն, որ Սրբազանը իրավական խոչընդոտներում էր։ Չէ, դա շատ վաղուց էր։ Այսինքն երբ որ հանրությանը ասում էր, որ Բագրատ Սրբազանն է վարչապետի տեխնատու, ըստ էության գիտենալով որ կա իրավական խնդիր, միևնույն է հանրությանը դա էր մատուցվում։ Գիտեք, ի վերջո հանրության մեծամասնությունն է որոշում։ Ես շատ վստահ չեմ, որ 2018 թվականին, եթե հանրությունը այդքան համախմբված կամ խապված չլիներ, Նիկոլ Փաշինյանը կարող էր դառնալ վարչապետ։